Ռուսաստանի նախագահը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը, որովհետև գիտի, որ ինքը հաղթում է։ Եվրոպացի առաջնորդների հետ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից դետալներ է բացահայտել Wall Street Journal-ը։ Պարբերականի պնդմամբ եվրոպացիները դա կռահում էին, բայց նման խոստովանություն Թրամփի շուրթերից լսում էին առաջին անգամ։ Դա նաև հակասում է Միացյալ Նահանգների նախագահի հրապարակային այն հայտարարությանը, թե Պուտինն անկեղծորեն խաղաղություն է ուզում։ Այսպիսով Թրամփը չի համաձայնել Ռուսաստանի դեմ ճնշում գործադրելու Ուկրաինայի նախագահի ու եվրոպացի առաջնորդների պահանջին։ Եվրոպան այնուամենայնիվ դրական է գնահատում Պուտին-Թրամփ զրույցը։ Եկեք չմտածենք, որ մեկ հեռախոսազանգով կարող ենք լուծել այս խնդիրը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի այս սարսափելի պատերազմը։ Ոչ ոք այդպես չի մտածում։ Կարծում եմ, այս հեռախոսազրույցը անհրաժեշտ էր։ Այս տեսակի քննարկումները ռուսների հետ պետք են գործընթացն առաջ մղելու համար։ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փորձել է հստակեցնել Ռուսաստանի վերաբերյալ Սպիտակ տան դիրքորոշումը, դիմելով Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Ես պարզապես հստակ պատասխան եմ ակնկալում։ Պարզապես պատասխանեք։ Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանը ագրեսոր է։ Այո, Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Այսինքն նրանք ագրեսոր են, ճիշտ է։ Նրանք ներխուժել են, այո։ Դեմոկրատ կոնգրեսականը ցանկացել է պարզաբանել Թրամփի հայտարարությունը, թե ուկրաինացիներն են սկսել պատերազմը, միաժամանակ հնչեցրել երկրորդ սադրիչ հարցը։ Այն անձը, որի հետ մենք բանակցում ենք, Վլադիմիր Պուտինը, նա պատերազմական հանցագործ է։ Կարծում եմ մենք այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները պետք է որակենք որպես պատերազմական հանցագործություն, սակայն մեր նպատակն է դադարեցնել պատերազմը։ Դեմոկրատ կոնգրեսականը նույն հարցը հնչեցրել է 3 անգամ, սակայն Մարկո Ռուբիոն խուսանավելով այդպես էլ հստակ պատասխան չի տվել։ Գաղտնի զրույցներում ամերիկյան դիրքորոշումը կտրականապես տարբերվում է հրապարակային հայտարարություններից։ Օվալաձև սենյակում Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը Թրամփին տեղեկացրել է Զելենսկիի այցի ժամանակ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղակարգավորման շուրջ զրույցի մանրամասները, սակայն Միացյալ Նահանգների նախագահին ավելի շատ հետաքրքրել է, թե Զելենսկին ինչ գործ ունի Աֆրիկայում։ Ես զանգահարեցի Զելենսկիին, նրանք ասացին նա Հարավաֆրիկյան Հանրապետությունում է։ Ես ասացի ինչ է նա անում Աֆրիկայում գրողը տանի։ Մեզ հետ էր խոսում Զելենսկիի փոխարեն պատասխանել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը։ Ռուս-ուկրաինական թեման քննարկվում է աշխարհի տարբեր ծագերում։ Այժմ էլ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսի կեսերին։ Տեղեկությունը կրկին Wall Street Journal-ինն է։ Պարբերականը գրում է, որ այդ հանդիպմանը Թրամփը հավանաբար կուղարկի Մարկո Ռուբիոյին եւ հատուկ բանագնաց Քիթ Քելոգին։ Սուրբ աթոռում նախանշված տեխնիկական բանակցությունների մասին հայտնել է նաև Ֆինլանդիայի նախագահը։ Հանդիպման նպատակը պատերազմն ավարտելու շուրջ քննարկումն է։ Իտալիայի թե քաղաքական, թե հոգևոր վերնախավը պատրաստ են դառնալ հակամարտության խաղաղակարգավորման դիվանագիտական հարթակ եւ սպասում են կողմերի որոշմանը, որը դեռևս չի կայացվել։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։